Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, բարի ուշ երեկո, ովքեր նոսից էին կողմ բարի լույս։ Դե ինչ, երևի վերնագրից ըմբռնեցիք, թե ինչի շուրջ պետք է զրուցենք այսօր։ Ուրեմն երեկվա Վիտոյի ասածը, որը միայն իր ասածը չի, դա ընդհանրական տեսակետն է ռուսական թևի, այսօր բոլորում փորձում են խմբագրել, մոտավորապես քանի որ համացանցը պարզապես ցնցված էր եւ բոլորն են դատապարտում Վիտոյի խոսույթը, սրանք հասկացան, որ դա շատ վատ բան է, հետո հասկացան, որ Վիտոյին ժողովուրդը բնականաբար չի դիտարկում որպես առանձին վերցրած Վիտո, այլ դիտարկում է հենց այս նույն կուտոկի խոսնակ էս պարագայում ու անդրադառնում է արդեն այս խոսույթը նաև իրենց վրա։ Երևի սաղ գիշեր չքնեցին, այն Ագնեսա Խամոյանն էլ հասկացավ, որ գյոզալական ոդքասթը Քոչարյանի հետ վարի է գնում վերջնականապես, դուրս եկան որոշեցին փորձեն արդարացնել, բայց այնքան տգետ են, որ իրենց արդարացրածը շատ ավելի վատը դարձավ, ասենք, որ ինչքան որ վատ խոսում են, ավելի վատ արդարացնում են, էլի, որ վաբշե չխոսա կարող է մի բան դառնա, հասկանում եք, բայց չէ, փորձում են խոսալ, բլբուլ են գտնում։ Բայց մինչև Վիտոն, մինչև Ագնեսա Խամոյանի տեսանյութը միասին կդիտենք, ես ուզում եմ ձեզ համար ընթերցել այս ձևիստների Խալխի ձևովի բաները, հրապարակումը, տեսան, որ Բոչկեն իրանց վրա էլ է գլորվում, որոշեցին գրառում անել, net սիրուն կենաց գրել, թե իբր իրենց համար Հայաստանի անկախությունը, տես մի հատ շատ կարևոր բան է, եկեք ընթերցեմ ձեզ համար։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը գրում է։ Գոհար Մելոյանը գիտեք որն է ժողովուրդ։ Այն որ մի քանի օր առաջ էլ այդ տարածվեց, չէ՞ որ նստել էր ասել էր բանակ, Կիրանցը Ադրբեջանին տվեցին։ Խաբար չէր, հետյաները հələ չի գնաց էփռալու էլի, որ տեսնի Կիրանցը որտեղ է, մյուսը որտեղ է։ Ինչ լսել են, այն խոսում են, բայց կարևորը քաղաքական հայտ են ներկայացրել, ջեբներն էլ լիքը փող, ինչ ա եղել, որ մարդկանց դրանով կհմայան, իմիջիայլոց այդ մարդիկ ովքեր որ սրանց շրջապատում են։ Այ ձեր ցավը տանեմ, իմ մոտ այնքան հարցեր է առաջանում։ Էլի մարդու ազատ կամքի դրսևորումը, ես ձեզ ոչինչ չունեմ ասելու, ես այդ ապուշների մակարդակին չեմ, որ ասենք այդ իրանք կարող են այս կամ այն քաղաքական ուժին սատարողներին վիրավորական արտահայտություններ թույլ տալ, որովհետև ինչ դաստիարակություն իրենց ծնողներից տեսել են, դա էլի ցույց են դնում։ Ես օրինակ երբեք այդ մասով ժողովրդին բան չեմ արել, բայց հարցեր կան, ախր ձեր համար ով է ինքը, էլի, ասենք ովքեր են սրանք ձեզ համար, ասենք եթե իրանք չունենային փողը, ֆինանսական մասը դրած լիներ մի կողմ, ասենք թե դες մարդիկ են, մարդկանց խումբա քաղաքական հայտ են ներկայացնում, որ գային ձեր քաղաք, դուք տենց էլի հելնելու եք դիմավորեք, չէ, այսինքն փաստա չէ, որ փող ունեն դրա համար եք իրանց փեշը բռնել, այսինքն փաստա չէ, որ փողի համար եք դուք հիմա անջատել ձեզ, որպեսզի չտեսնեք, թե ինչ է կատարվելու պետության հետ, եթե հանկարծ մի բան, առհասարակ սրանց ազգային ժողով անցնելը նշանակում է, որ դուք նախընտրում եք, էլի մի 5 տարի նույն անգործությունը ազգային ժողովում տեսնեք, նույն արտահայտությունները մի խոսքով, դա եք ընտրում, եթե դա եք ընտրում, դա ձեր գործն արդեն։ Ուրեմն Գոհար Մելոյանը գրում է. Հայաստանի Հանրապետության անկախությունը բարձրագույն արժեք է։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Իհարկե հետո տակը իրենց գովազդն է 90 օրից հայ ժողովուրդ ապրելու ուժեղ Հայաստանում եւ ունենալու ուժեղ առաջնորդ։ Ուրեմն նախ շատ համառոտ ասեմ Գոհար Մելոյանին երևի տեղյակ չի, չգիտեմ, բայց հայ ժողովուրդը ապրում է արդեն օրեցօր ուժեղացող Հայաստանում։ Եթե մի քիչ համը չհանեք, շատ ավելի արագ տեմպերով կուժեղանաք։ Եվ երկրորդ կներեք ուժեղ Հայաստան ասելով ինչ նկատի ունեք, այն Հայաստան, տեսեք, ուժեղը այն Հայաստանն է, որտեղ քաղաքական թիմի լիդերը կեղծ տեղեկանքով փախած չի բանակից, հասկանում եք։ Ուժեղը դա է, ասենք գոնե որոշակի ցուցադրում է։ Բայց ես տեսեք ինչ են արել, Վիտոն այդ դեբիլ արտահայտությունը դուրս տվեց, սրանք էլ վերցել են, իբր իրանք ասում են, որ չէ, մեզ հետ մի համեմատեք, մենք անկախության կողմնակից ենք։ Սա ստանդարտ տեքստ է, երևի էլի արհեստական բանականությամբ գրած։ Ասեմ, Գոհար Մելոյան, Նարեկ Կարապետյան, Ալիկ Ալեքսանյան, սենց բաները չի անցնի, որովհետև դուք թիրախային ուղիղ պատասխան չեք տվել։ Այստեղ սիրուն մի հատ բան է, հերթական այն մյուս սիրուն բաներից, որ ելել եք տների գովազդ եք անում, բան բրոկերություն եք արդեն անում։ Եսի ինչ եք, սիրուն բաներ է։ Ով է ասել, որ այդ ռազմավարությունը անպայման միտում ունի իրականանալու, էլի, նախ ձեզ չենք հավատում, ոչ մի ձև չենք հավատում, որովհետև ձեր արած գործը հեցի հետ կապված սաղաչներից դեմն է։ Մենք տեսել ենք դուք մի հատ կամպանիայի հետ ոնց եք վարվել, որ մնաց պետության հետ ոնց կվարվեք։ Բայց դուք ասելիք չունեք Վիտալի Բալասանյանին կամ առհասարակ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության անկախությունը դնում են հարցականի տակ։ Դուք սենց եք պաշտպանի, ասենք թե դառնեք իշխանություն, սենց եք պաշտպանելու ինքնիշխանությունը, անկախությունը Հայաստանի Հանրապետության։ Դուք առհասարակ գիտեք ինչ է նշանակում անկախություն, ինքնիշխանություն։ Ձեր կյանքում ինչ եք արել Հայաստանի անկախության կայացման համար։ Որևիցե մի հատիկ քայլ ասեք, հասկանանք, մտածենք, ասենք լավ, ես ինչից բացի մնացած էս մեկը մի բան արել է։ Որ մեկը տեք ինչ արել։
Ինչով կարա հիմնավորեք, որ իսկապես անկախությունը ձեզ համար բացարձակ արժեք է։ Երբ որ դա Վազգեն Սարգսյանն էր ասում, որ բացարձակ արժեք է, չենք կարող չհավատալ նրա խոսքին այդ պարագայում, ոչ միայն չհավատալ, այլ դա ռոպագանդա էր հենց կոնկրետ, հենց դրա համար էլ գլուխը կերան, որովհետև ինքը անկախության ջատագով էր։ Այդ ժամանակ ձեր տերերը բուսնում բարգավաճում էին այն երկրում, որտեղից էլ հենց գլուխը կերել էին ստերի տեղական 5-րդ Շարասյան ձեռքերով, Դաշնակցության ձեռքերով բնականաբար։ Այդ ո՞ց դառա ձեր համար անկախության արժեք չիմացանք։ Ինչ եք արել։ Սա դեռ մի կողմ։ Հիմա կանդրադառնանք, այսինքն սիրուն բաներ խոսալով չէ, էլի։ Հիմա ես ցույց տամ ձեզ, Ժորժան, ես ինձ բացել էր, լուրջ եմ ասում։ Ագնեսա Խամոյանը, մի հատ ասած մեքենայի միջից ուղերձով սիրելի հայրենակիցներից մեզ բոլորից, մեզ սիրելի հայրենակիցներից սա դիմեն։ Ու փորձում է արդարացնի, այս ամեն ինչը, էլի, լսենք, հա։ Սիրելի հայրենակիցներ, իշխանական մանիպուլյացիաներին չդրվելու համար շատ կարևոր է իմանալ մի փաստ։ Միութենական պետությունը ստեղծվել է 1999 թվականի դեկտեմբերի 8-ին։ Պայմանագիր ստորագրել են Ելցինը եւ Լուկաշենկոն։ 99 թվականին Ռոբերտ Քոչարյանը արդեն Հայաստանի Հանրապետության նախագահն էր եւ Միութենական պետության ստեղծումից հետո եւս 8 տարի շարունակել է լինել Հայաստանի Հանրապետության նախագահ եւ այդ տարիների ընթացքում որևէ անգամ, որևէ ձևաչափով, որևէ պայմաններով, որևէ միջավայրում նրան չի առաջարկվել, որ Հայաստանը դառնա Միութենական պետության անդամ։ Շատ կարևոր է արձանագրել, որ նման առաջարկություն Հայաստանի Հանրապետությանը չի եղել։ Հիմա ինչպես են փորձում մոլորեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանությունները, իշխանության ներկայացուցիչները եւ նրանց քարոզիչները, որ այ տեսեք, Ռոբերտ Քոչարյանը գալու է եւ Միութենական պետությունը մտցնելու Հայաստանի Հանրապետություն։ Եթե նման ցանկություն լիներ, 10 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը դա կաներ։ Նախ Ագնեսին ասենք, որ Ռոբերտ Քոչարյանը գլուխը պատին կտար թե կաներ, ասեմ ինչու։ Որովհետև 99 թվականի դեկտեմբերի 8-ին ինքը դեռևս Հայաստանի Հանրապետության նախագահը չէր, ինքը Հայաստանի Հանրապետության թագուհին էր։ Խելոք իր անկյունում նստած։ Նա չի եղել լիդեր երբևէ։ Սա այսպես, հա, մատ ասենք իմացի։ Հիշի էլի, որովհետև այս դրա համար էլ հոկտեմբերի 27-ին սիրով վերացրեցին իրական լիդերներին, որպեսզի կարողանան միանձնյա որոշումներ կայացնել։ Բայց Ագնեսա, իսկ քեզ ով ասել, թե պիտի Ռուսաստանն ու Բելարուսը առաջարկեին Քոչարյանին, որպեսզի Քոչարյանն էլ գար մտածեր, լինի բան ընդունի այդ առաջարկը, թե չընդունի այդ առաջարկը։ Նախ պետք է ժամանակագրությամբ հետ գնալ։ 91 թվականի անկախությունից հետո երբ հրադադարից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը անկախությունից անմիջապես հետո որոշում կայացնել, ձեզ մտնել մի հատ ուրիշ մեռած կառույց կա, ԱՊՀ, անկախ պետությունների համագործակցություն, ժամանակավոր միութենական պետությունը։ Այդտեղ որովհետև միանգամից չէին կարող մտնել, էլի։ Հետո Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ-քիչ փոխանցեց Քոչարյանին, թույլ տվեց պալատական հեղաշրջումը կամ կարելի ասել ժառանգականությունը, ապահովելով իրեն որոշ բաներով, այս Քոչարյանը եկավ դառավ Հայաստանի թագուհին ընտրությունների կեղծումով ու դրա մեղավորության հսկայական բաժինը ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, նա չի կարողացել որպես երկրի թեկուզ այդ պայն ժամանակավոր կառավարիչ իրականացնի արդար ընտրություններ։ Եվ հենց այստեղից սկիզբ դրվեց մեր պետության քիչ-քիչ քայքայումը։ Հենց որ Քոչարյանը ասում միջև կոկ մաշացնել, ինքը միջև կոկ մաշացրել է հələ նախագահ չընտրված ժամանակներից։ Նո, այդ process-ը չած, որովհետև ինքը այսպես թե այնպես նախագահ երբեք չի ընտրվել, ինքը որպես նախագահ գոյություն չի ունեցել, ոչ ինքը, ոչ Սերժ Սարգսյանը։ Ուրեմն հետո ես կուզեմ նա Ագնեսա Խամոյանը հետևյալ հարցին պատասխանի։ Իսկ ինչ են, հələ մինչև իր Քոչարյանի խոստովանությունները մի երկու հարց էլի։ Խամոյանը Ագնեսին։ Իսկ ինչ է գույք պարտքի դիմաց է։ Դուք ո՞նց եք պատկերացնում այդ ժամանակները անկախության հռչակումից հետո երբ որ ժողովուրդը կայտար նոր sense բան անում, որ այո մենք անկախություն ձեռք բերեցինք, այս դժվարությունները որ կան, ոչինչ որ ունենք, կարևորը անկախություն ենք ձեռք բերել, դժվար ժամանակներ են կանցնեն, բոլոր երկրներն էլ այսպես մեր խելացի գիտակից ժողովուրդը այս ամեն ինչը գիտակցաբար ընկալում էր ու այդ դժվարությունները լուր անցնում էր, լուր հավատալով որ անկախությունն է կերտվում։ Եվ այդ ժամանակ որևիցե մեկը գար խոսեր միութենականությունից, կներեք դա կլիներ ինքնասպանության փորձ, ոչ միայն քաղաքական, այլ ամեն ձևով։ Դրա համար պետքա քիչ-քիչ նախապատրաստեին հանրությանը դրան։ Քիչ-քիչ սկսեին ցույց տալ, որ դե մենք այլ տարբերակ չունենք, այսինքն պիտի նախապես նարատիվները տարածեին, որ այլ ելք չունեն, բացի միութենական կազմում ընդգրկվելուց, որպեսզի կարողանանք ապրել։ Հասկանում եք ճակերտավոր ասած։ Ու հենց այս ժամանակ էր, որ արդեն նաև գլխատելուց հետո մեր իսկական լիդերներին եւ ազգային ժողովում իմիջայլոց դուք գիտեք ինչ հնարավոր չէր այդ մարդկանց այլ կերպ վերացնել, ոչ դա պիտի լիներ ազգային ժողովում, որպեսզի վախի մտնոլորտը միանգամից մտներ վախի տրամադրությունները միանգամից մտնեն ժողովրդի մեջ ու արդեն կառավարելի դառնեն զգացմունքները։ Գույք պարտքի դիմացը միութենականության շրջանակներ մտնելու կամ միութենականության չէ, Ռուսաստանի կազմ մտնելու
բաներ, որովհետև Քոչարյանը մինչև 21 թվականը ուներ երկընտրանք իր պլաններում միութենական պետություն թե Ռուսաստանի կազմ եւ դրա մասին ինքը ասել է, ես քեզ ցույց կտամ որ ասել է։ Իմիջիայլոց այդ ժամանակերի դու էիր հաղորդավարը, մամուլի ասուլիսն էիր վարում, բանը լրագրողի շուշաթղթերի առաջ։ Ուրեմն Գույք պարտքի դիմացը պես մեր պետության թուլացումն էր ու դրանից հետո տարիներ ի վեր թե ինքը թե Սերժ Սարգսյանը երբևէ չեն տեսել թե այդ գույքի հետ չեն հետաքրքրվել թե այդ գույքի հետ ինչպես է վարվում Ռուսաստանի Դաշնությունը։ Ընդ որում ամենակարևորագույն ենթակառուցվածքները այդ Գազպրոմը Հայրուս Գազարտը ինչ էր երբ որ վերածվում էր Գազպրոմը վերջին տոկոսներն էլ տվեցին դա բանը մեկ այլ պետության զամբյուղում հայտնվելու մասին չէ երկաթ գծերը ինչ էր Կախյալ վիճակում դնելու մասին չէր Հայաստանի Հանրապետությունը, այսինքն երբ որ մենք ասում ենք գույք պարտքի դիմաց, դուք իսկապես չեք հասկանում մենք ինչ ենք ասում, ինչ ենք դատապարտում, դուք գիտեք մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ առհասարակ այդ ձեռնարկությունները որևիցե մեկին է տրվել, հասկանալի է, կարող է մենք տնտեսական ծանր վիճակում ենք չենք կարող բանանել, ապարել, կոնսեսիոն կառավարման է տրվել օրինակ այս կամ այն կազմակերպությանը, որպեսզի կառավարեն ու երկրի տնտեսությունը արագ ոտքի կանգնի, բայց դուք հետևողական չեք, դուք նվիրել եք, անգամ մի առիթով Պուտինը խոստովանել է, որ երբ որ այստեղ բանը շատ խոսվում էր հանգամանքը, որ ընդամենը 100 միլիոնի դիմաց, թե ինչ այդ գույք պարտքի դիմաց իրականացավ, իսկ շատ երկրների Ռուսաստանը պարտք կներես, Պուտինը կանգնեց իր բերանով ասաց, որ այդ բանը գույքը ինքը չի պահանջել, որ իրան տան, այդ Քոչարյանը ինքնուրույն է որոշել նվիրի։ Հասկանում եք։ Ինքնուրույն, այսինքն այդ տարելապետությունը դնի կախյալ, դու այսօր դուրս ես եկել ինչ ես արդարացնում։ Ինչ առաջարկություն։ Դու գիտես որ Լուկաշենկոն 21 թվականին ասում էր դա կամու արմյանի նուժնի ում են պետք հայերը ու ծաղրում էր իբր նենց վիճակում են ուզած չուզած պիտի կան այս կողմի վրա։ Դու գիտես այդ նոր արտահայտություններ ինքը մտածել, ոչ այդ տպավորությունը միշտ են ունեցել։ Դա իրաց տպավորությունն է եղել ձեպահաց Հայաստանի ժամանակ։ Ու ոչ միայն իրաց տպավորությունը, սա աշխարհում այդպես վերաբերվել։ Ես ժողովուրդ ջան, ուղիղ բան եմ ասում։ Մի 3-4 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ հենց այդ երկրների ազգին պատկանող թույլ տվեք են շատ մանրամասն։ Լավ, մեկը Ամերիկայից, մյուս երկուսը Ֆրանսիայից, մեկը Գերմանիայից։ Խոսքի մեջ ասել են, բայց նայեք, կարող է ամեն մեկը ունենա նման տպավորություն, բայց բառը, երբ որ տարբեր աշխարհագրական վայրերից նույն բառն օգտագործում, ուրեմն դա համընդհանուր պատկերացում է եղել։ Որ Հայաստանը Ռուսաստանի Բոստանն է եղել։ Իհարկե, իրաց լեզվից թարգմանած Բոստան է դառնում։ Այսինքն այդպես են իրանք վերաբերվել։ Իսկ միութենականությունն էլ մեզ վերաբերվել է դա կամու արմյանի նուժնի։ Ուզեն թե չէ, մեկը մերն է, էլի էլի, այս sense են վերաբերվել։ Սա եղել Քոչարյանի ու Սերժի պահած Հայաստանը, որում են պետք հայերը մեկը ուզես չուզես մեր հետ են։ Հասկանում ես։ Ոնց կարող նրանք կանգնեն առաջարկություն անեն։ Ինչին առաջարկություն, ում առաջարկություն անեն Քոչարյանին։ Ինչ առաջարկություն։ Առհասարակ Քոչարյանին կարելի է առաջարկություն անել, Քոչարյանին չասեի, սրճատասները անելու էր, էլի։ Հիմա եկել ի՞նչն ես արդարացնում։ Իմիջիայլոց արի ես քեզ հիմա մի հատ վիդեո ցույց տամ Ագնեսա Խամոյան։ Վստահաբար կդիտես ես եթերը։ Ալե Բակյան։ Ուրեմն Սիրիկեյմն է կազմել, չէ, հա, կադրերը տարբեր տեղից են, բայց Սիրիկեյմն է կազմել, բայց կազմել այն ինչ որ կա, խնդրեմ։ 2021 Ագնեսա ջան, քեզ պիտի որ ճանաչես, այստեղ դու ես կանգնած։ 2021 թվականին իր ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չբացառեց միութենական պետություն մտնելու իր ցանկությունն ու պատկերացումները, այլև Բակյան նրանց մտաբերության դաշտի մեջ ու երկնեց։ Այնուամենայնիվ ավելի մեծ միավորի մեջ տեղավորելու կարիք կա։ Որոշել այնպեսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորելու միգուցե կարիք ունենք։ Ապա Քոչարյանը հավանաբար քննարկեց այս հարցը մասնագետների հետ ու նրան խորհուրդ տվեցին այդ մասին ուղիղ չխոսել եւ խմբագրել նախկին ասածները։ Սակայն Քոչարյանը միևնույն է չի կարողանում թաքցնել իր գաղափարները։ Եթե Տրիպոլին էր մի 5 տարի առաջ, օրինակ, նման հարաբերակցությամբ։ Ես չեմ կասկածում, որ Տրիպոլի 74%-ի այս հարաբերակցությունը նշանակում է, որ բավական լուրջ նաև հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դեմ աշխատելու։ Հիմա էլ Այսել Իրանին այսյան քաշել է։ Ագնե ջան, քեզ ճանաչեցի երևի։ Այդքաներս ջանով եմ խոսում, բայց ոչինչ լավ դե մի լեզվի սայթակում էր։ Հուսանք կյանքի խորտակում դրանից չի սպառնում։ Մարդը ավելի մեծ միավորման մեջ տեղավորվելու մասին է խոսում, որ այդ ավելի մեծ միավորումը վստահաբար ուրիշ բան չի, քան Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև Քոչարյանի ու Պուտինի մեջ էլ նենց մի հատ քիմիա կա, որ հաստատ Պուտինը թույլ չի տա, որ ինքը ուրիշ տեղ տեղավորվի, էլի պիտի իր մոտ տեղավորվի։ Սա 21 թվականին էր, Ագնեսա, հիշում ես։ Դուք բոլորդ, թե այդպես բաները չեք սիրում լրատվականներով լցնել, բան անել 10 րոպեն մեկ թարմացնել, որ մարդիկ կատաղեն, այն բիսեդկա անժոն չի անդրադառնում, Սատիկ նյուզը вообще չի լսել, ոչ մի բանից խաբար չի, անգամ այդ մամուլի ասուլիսի մասին երևի տեղյակ չի եղել, հա, սենց բաներ։ Իսկ բանը հայոց լեզուն երկրորդ պետական լեզու դարձնելու մասին ցանկությունները սա միութենականության մասին չի ընդհանրապես։
Ռուսաց լեզուն Հայաստանի Հանրապետության կներեք ուրիշ բան ասեցի։ Ռուսաց լեզուն Հայաստանի Հանրապետության երկրորդ պետական, սկզբում երկրորդ պետական կլինի, հետո դա կդառնա առաջնային, հետո դա կդառնա հիմնական, ինչպես որ հիմա Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր ավտոնոմ երկրներ ռուսերենով են արդեն դասերն անում, անգամ մայրենի լեզվի դասը ռուսերենով են անում։ Հասկացա՞ր։ Այդ է միութենականությունը։ Ըմբռնեցիր միտքը։ Դուք միշտ եք գնացել Հայաստանի Հանրապետության կործանման ճանապարհով։ Ձերը եղել է այն, որ մենք լինենք անպայման մեկի տակ, որովհետև դուք ճորտամիտ եք։ Բա որ ձեզ այս 5 տարի ասում եք ճորտամիտ, դուք գիտեք վիրավորելու համար ենք ասում, բացարձակ, դա բնութագիր է, դա վիրավորակ չի։ Դա ձեր գործունեության բնութագրումն է, դա ձեր տեսակի բնութագրումն է։ Ճորտամիտ եք։ Եվ այդքան արժի ձեզ համար Հայաստանի Հանրապետությունը։ Դա է։ Ու պետք չի ձեզանից հեռու վանեք։ Դա այնքան տեսանելի է, եկեք մեր կողմից նայեք, ձեզ թվում է թե ձեր էլեկտորատին, որ կարողանում եք այն մարդկանցում մեջ արդեն ինչքան կարեք ատելություն լցնեք, լցրել եք, ու հիմա այս չափաբաժինները, որ տալիս եք յոլա են գնում իրանք լայքում են, դուք գիտեք այդտենց ուտում են, սա։ Չէ, դա այդքանն են ուտում։ Այդ ունեք։ Այդտեղից մի հատ դուրս եկեք, կողքից նայեք, կտեսնեք ինչ կա, չկա։ Ողջույններս Նասեր ջան։ Շատ բան ասում, քրեական օրենսգիրքներն է շատ բան ասում, բայց ում ապեք։ Այսօր կարդում եմ 422 հոդվածը, խնդալս եկավ, այդ հոդվածը չգիտեմ, խիկ է։ 422-ը դες հուշեմ, այս Վիտալի Բալասանյանի հետ կապված երեք որ խոսում էինք, մի րոպե, քրեական օրենսգիր 422 հոդված։ Հեսա կարդամ ձեզ համար։ Ուրեմն որ խոսում էինք բան, ասում եմ թե նայեմ այս 422 հոդվածը ինչ ասում մեզ, էլի, այդ իրավիճակում, խիա մինչև հիմա այս դրա համար էլ այսպես ով որտեղ ինչ ուզում խոսում է։ Հիմա նայեք ինչ խնդալու հոդված է։ Իհարկե վերաբերում է իրանց, բայց դրա պատիժը նայեք ինչ խնդալու է, դրա համար էլ հաբրգած ինչ ուզեն խոսել են։ Խնդրեմ 422 հոդված քրեական օրենսգրքի իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Բայց այս հրապարակային կոչի մասին է ինչ։ Նախագահային մի րոպե 28-ը նայեմ 27-28 պետական գաղտնիք փակումն չի ստացվում պետական 422-ն էլ հատած կոչերն է, դա էլ եսի ինչ չի։ Մի 2 ամիս ժամկետով եսի ինչ կամ մի 40-նապատիկի չափով տու գան։ Սա հիմար բաներ է։ Ինչ ուզեն կարան խոսեն բարձրվում է։ Իրանց ինչ ա եղել փողի խնդիր ունեն։ Բա թուրք արտակ ջան, բա ինչ է։ Բայց պիտի սահմանվի որ նման բանը կարծիք հայտնելով չի։ Պետք է սահմանվի, բայց քանի որ այս սա խնդիրները գալիս են նաև մեր ներկայիս սահմանադրության ձևից, որ սահմանադրության փոփոխության խնդիր կա, հասկանում եք, որովհետև կան փոփոխություններ օրենսդրական, որոնք որ սահմանադրությունը թույլ չի տալիս, այսինքն սահմանադրական բան է առաջանում այդտեղ, էլի ճգնաժամ։ Դրա համար պետք է պետականություն ունենալու պարագայում անկախությունը ամրացնելու պարագայում այս սահմանադրությունը ձեռ չի տալիս։ Ու երբ որ խոսում ենք սահմանադրության փոփոխությունից, սրանք միանգամից վեր են թռնում ու ինչ են գոռում, Թուրքի հրահանգով սահմանադրություն եք փոխում։ Ու անպայման ինչ-որ բաներ են փորձում գտնել, որ դա իրանց ասածը հիմնավոր է։ Այսինքն փորձում են միանգամից ուրիշ կողմ տանել, մենակ թե չգնան այս մարդիկ, հիմի օրինակ, այդ տպավորությունները որ տարածում են, Թուրքի հրահանգով սահմանադրություն եք փոխում, ասես լավ, իսկ Թուրքի հրահանգով կոնկրետ որ կետն են փոխում, չեն ասում, այնա որ շուխուր են անում անկապ մարդկանց ուղեղը մտնի, որ հանկարծ երբևէ եթե սահմանադրական հարակվեի կարիք առաջանա, ժողովուրդը մտավախություն ունենա կամ չգնա ընտրության կամ գնալուց էլ շատ դժվար լինի հաղթահարելը շեմը ու ասենք սահմանադրությունը փոխելը ինչը որ թույլ կտա ավելի նորմալ կառավարել եւ ինչը կլինի պետության մասին ոչ թե այս անկապությունը բայց քանի որ դեռևս սա է մենք պիտի սահմանադրությունը կարճած մնանք այո կա սահմանադրությանից չփոփոխող հոդվածներ նվերնագրել ու իհարկե այդպես էլ կա ես երևի մի քիչ լավ չէի նկարագրում շնորհակալություն ողջույն գնաճ սահմանադրական կետեր կա որ առանց հարակվեի ազգային ժողովով կարան օրենք լրացնեն ավելացնեն հա բայց կարող է դա սրան չի վերաբերում այդ արդեն մի քիչ մասնագիտական բան է Նասա ջան թույլ տուր ես այդտեղ շատ չխորանա որովհետեւ մասնագիտությամբ իրավաբան չեմ մենք կարող ենք տրամաբանել զրուցել բայց մարդկանց այս լսարանի առաջ ինչ որ պատասխանատու հայտարարություններ, անպատասխանատու հայտարարություններ ես չեմ կարող ինձ թույլ տալ իրական բան անել, էլի ներկա բարձրաձայնել։ Սա պետք է մեզ իրավաբանական համայնքը ներկայացնի, բայց արի ուտես որ նրանք էլ իրենց համար կողքից կպցրել լրվել են։ Ես այսքան ժամանակ գոռում ասում եմ փաստաբաների պալատը մոնոպոլիա է, նաև ինչի համար եմ գոռում։ Նաև հենց այս բաների, որ այնտեղ խցկված են այնպիսի փաստաբաններ, օրինակ ովքեր որ հանցագործներին շատ օրենքի տարին համապատասխան։ Իմիջիայլոց մենք ենք նրանց վճարում, դա էլ ասեմ։
Հենց սրանցն է հերթը լինում վազելով գնում գործ են անում, հենց սովորական քաղաքացի լինի, որը որ իրավունք ունի օգտվելու, ասենք իր կրիտերիաները բավարարի ու իրավունք ունենա օգտվելու, հաստատ այդ նույն ձևով չեն անելու, մի բան էլ հերն անիծելու են գործի քաշում են վրա, որպեսզի բոլոր մարդիկ բողոքեն իշխանությունը։ Սա է իրականությունը։ Անկամը տեղ։ Այնինչ իրանք, ասենք օրինակ, տես, ես մասնայությամբ դերասան եմ։ Երբ որ փնթի ներկայացում են խաղում, ես սրտս ցավում է, հասկանում եք։ Սրտացավություն եմ ապրում, լավ գործեր կարելի էր մի քիչ սենց անել, մի քիչ նենց անել, սրտացավություն առաջանում։ Անպայման կիսվում եմ իմ ընկերների հետ։ Ինչ որ մտերմիկ զրույցների շրջանակներում ասում տեղ, մի քիչ ախաս պետք չի կարելի, պետք չէ, էլի սենց բան է։ Կընդունեն, չէ, բայց ես իմ սրտացավությունը դրսևորում եւ բարձրաձայնում եմ։ Իսկ այդ փաստաբանների բարակայում լավ ձեր սֆերանա նստել են, դες ամենավատ բանը ես հենց այդ էի դարտապարտում։ Արհեստական բանականությունով են մեկը բան է խոսում են Սամվել Կարապետյանը։ Իրանք իրավաբանները նստած ցույց են տալիս, թե համանadrական ինչ միացած խաղալու տեղ կա, որ կարան իրանք ինչ որ բան անեն, հասկանում եք։ Փոխանակ ամա չեն, որ իրանք որպես իրավաբան թույլ են տվել, որ մայր օրենքում նման ասենք ճեղքվածքներ լինեն։ Փոխանակ ամա չեն, ներկայացնում են թե ոնց կարելի է այդ առիթը օգտագործել։ Սա սեփական մասնագիտությունը չհարգելու դրսևորումը կամ սեփական մասնագիտությունը պետության դեմ օգտագործելու դրսևորումը, սա ինչպես կարելի է նկարագրել, բայց այս նկարագրությունն ու գնահատական արդեն քաղաքացին է տալիս, մարդն է տալիս, ես դու մյուսը, մենք մեր մեջ պիտի խոսանք, որպեսզի դա դառնա հանրային մտածողություն, ոչ թե իրանցը։ Իրանք խեն այդ ստերը տարածում օրինակ։ Իրանք սուտը չեն տարածում, որպեսզի ես կամ դու հավատանք կամ չհավատանք։ Չէ, դրա համար չեն տարածում։ Իրանք այնքանա որ թեկուզ մի վարքյանով իմ ու կոմոդ ստեղծեն բացասական տրամադրություն, թեկուզ ներվայնանալու, չհավատալու, չէ, որ երբ որ մեկին չես հավատում, դա նույնպես վատ զգացում է։ Ուսերս անում են դեպի դեպրեսիվ հասարակություն ստեղծելը, որտեղ որ մշտապես լինի փրկչի փնտրտուքի պահանջ, բան, հասկանում եք, ոնց իրանք իշխանության ժամանակ են արել հենց ընդդիմության։ Գնել, ինչ կարծիքի եք, Փաշինյանը իրոք այդքան թույլ է Թուրքիայի առջև, թե նա ընդամենը ժամանակ է շահ։ Փաշինյանը իսկով ասել որ Թուրքիայի առջև թույլ է։ Ես գներես հարցը մի քիչ չեմ հասկանում, եթե բացես երևի ավելի ճիշտ կընկալեմ ու հետեւաբար կփորձեմ ճիշտ պատասխանել։ Ասեմ որ Փաշինյանը ոչ միայն Թուրքիայի, այլ առհասարակ ոչ մեկի հանդեպ թույլ չի։ Ունես չի որ ես իրան ինչ որտեղ սատարում եմ դրա համար եմ այդպես կարծում, չէ, իր բազմավեկտոր վարած քաղաքականությունը, ու այո, հենց այն հանգամանքը, որ այսօր ինքը պերաշկի է ուտում ու շատ լիդերներ աշխարհում այդ օրինակը վերցրեցին ու սկսեցին իրենք էլ գնալ մոլերում ինչ որ շատ մարդաշատ տեղեր հանգիստ ինչ որ տեղի խմելու, հենց դրա մասին է խոսում, որ աշխարհը Փաշինյանին ընկալում է որպես իրական քաղաքական գործիչ, իրական երկրի ղեկավար, իրական ղեկավար, ու ինչ որ թույլ լինել չլինելուց ես չեմ կարող բան խոսել։ Եթե մի քիչ մանրամասնից հարցը կպատասխանեմ։ Ընդհանրապես ես առաջին անգամ ես ինձ թվում է որ մենք դեռ կունենանք էլի լավ լիդերներ, բայց իմ գիտակից կյանքում ես կարծում եմ առաջին անգամ որ ես ունեմ նես ղեկավար, որ դուրս է գալիս երկրից չենք համաչում։ Հա կարող է ինչ որ մի ժեստ անի, որը ինձ դուրս չգա, մյուսին դուրս չգա, չէ՞, այսպես բաներ, բայց ընդհանուր իր վարած քաղաքականություն, բազմավեկտոր քաղաքականություն վարելը, ընդ որում առաջին անգամ Հայաստանը փորձում նման քաղաքականություն վարել, որը հիանալի հենց հիմա ստացվում է, իդեալական ստացվում է, ու այն աշխատանքը, որ արվում է արտգործնախարարությունով, մյուսով, որ երբեք մենք չենք տեսել, երբեք, կամ մեկը որ տեսել է նման բան, կամ մեկը որ օրինակ հիշում եք Նալբանդյանի ձայնը ինչպիսին էր։ Ասենք որ մի Նալբանդյանի ձայնը միացնեմ, կհիշեք, որ իր ձայնն էր, էլի, որովհետև ոչ խոսալուց ենք դրանք տեսել, ոչ պաշտոնական բաներն ենք տեսել, հրապարակումներն ու անդրադարձը պատասխանները, Ալիևը, Նասա ջան, բան, նվեր ջան, Ալիևը երբ ինչ ուզեր խոսել է, ես ասում եմ, անկեղծ այն տառացի բան եմ ասում, Ադնակլասնիկի ժամանակվանից ես թուրքերի էջերին հետևել եմ, ու հետևել եմ հատկապես իրանց գիտաժողովներին, որոնք որպես կանոն իրենք անում են ռուսերենով, որպեսզի մեր լսարան նույնպես ներթափանցի։ Բանա թե իրանք ինչքան հին ժողովուրդ են, թե ալբանացիներն են իրանք հենց, հետո Հայաստանը Ադրբեջան է եղել, հետո չգիտեմ Երևանը ադրբեջանական քաղաք է, գյոճա, մոճա, այս ամեն ինչը, վախտերից ասում են։ Իմիջիայլոց ես այդ ժամանակները հենց որ մի քիչ ուսումնասիրեցի, տեսա որ ավելի խորքից այդ ռոպագանդան գալիս, դեռ սովետական հանրագիտարանից իմիջիայլոց։ Իմի այդ ժամանակ որևիցե մեկը այստեղից չէր արձագանքում։ Նույն Ալիևը նույն բաները ասում էր ավելի գեշ ձևի։ Որևէ մեկը չէր հակադարձում, ոչ Սերժը, ոչ Նալբանդյանը, բայց ժողովուրդն էլ սրա մասին չէր լսում, որպեսզի պահանջ ձևավորի։ Ինչ այդ ժամանակ լրագրողները չէին հետևում այդ ամեն ինչին, հետևում են։ Ես բառացի բան եմ ասում, ես իմ հասունացման գիտակից ոչնյակից հեռուստատեսություններում եմ աշխատել, ժողովուրդ ջան։ Բառացի բան եմ ասում, լրատվական բլոկների վրա, մի հատ եկեք նայենք, եկեք մի հատ մտովի վերադառնանք 18-ից առաջ ու նայենք հայաստանյան հեռուստաալիքները, որը ում էր պատկանում։
Հանրային հեռուստատեսությունը պատկանում էր բռնապետական ռեժիմին, հիմա հանրայինը իմիջայլոց չես կարող ասել, որ այսօր իշխանական է, ոչ, ինքը այսօր բավականին նեյտրալ է, որովհետև նրա շոու ծրագրերի մասով ես տեսնում եմ արտիստների, որոնք որ ոչ իշխանական չեն կամ նրանից էլ կա, այսինքն դա չի նկատվում։ Պետրոսը ուրեմն մոնիտորինգ էր արվել, որ իր հրավիրած հյուրերից 52% եղել են պրոիշխանական, 48-ը ընդդիմադիր, բայց դրա արդարացումն էլ որտեղ է, որ այդ մարդը 1000 անգամ թե գրել է, թե ետերով էլ ասել, որ հրավիրում են չեն գալիս ընդդիմադիրներից։ Այսինքն հասկացանք, չէ, հիմիկվա հմեկի հետ համեմատելու չէր առաջվա հմեկը։ Առաջվա հմեկը կոմպլետ ռեժիմի հմեկն էր։ Կենտրոն հեռուստատեսությունը, Ծառուկյանինը երկիր մեդիա, Դաշնակներինը, չգիտեմ, որը ուզում է սանցի, Շողակատը, Կտրիչինը, որն է պետք, սա իրանցներ, սա երկուսը Մայրապետյանինը, սա իրանցներ, այսինքն կառավարվում էր լրատվական բլոկը ու կար հրահանգ, որպեսզի չլուսաբանվեն Արցախի հետ կապված թեմաները, քաղաքական պրոցեսները Հայաստանի հետ կապված չեն լուսաբանում։ Այդ վաղվա խմբագիրները ու լրագրողները ուրեմն դառել են արդեն չուսնինի միջազգայնագետ, գիտեք ինչի, որովհետև քանի որ իրանք չէին կարող քաղաքականությանը անդրադառնալ, բայց լրատվական բլոկը ասենք 20 րոպեա լուրերը պիտի այդ 20 րոպեն ինչ-որ բան ցույց տաս։ Ստիպված են գնում նայում են, չգիտեմ, աշխարհում որտեղ ինչ պոեզա շուռեք է, ով ավտոյտական է, որտեղ ինչ ճաշ են սարքում, ինչ ասես ճարում բերում են, որ այդ 20 րոպեն մի ձև լրացնեն տեղավորեն։ Հասկանում եք։ Դրա համար մենք լուրերից չէ, նախագահի աշխատակազմից ծրարը իջնում էր լրատվական բլոկ։ Ծրարը հենց թղթի վրա ծրարը։ Թղթից ծրարը։ Իջնում էր լրատվական բլոկ։ Ինչ պիտի խոսան, ինչ չխոսան։ Օրվա հետ կապված։ Եթե ասենք օրինակ ինչ որ մի բան սեստենից ուժած նես բանա որ պիտի անդրադառնալ, դա ֆուլ հսկող վերահսկողության տակ է։ Ու ոչ մի բան չեն խոսում։ Ես իմ կյանքից պատմել եմ այդ դեպքը, Նվեր ջան։ Ուրեմն մի ոտը միջև պատերազմը մի քանի տարի Ղարաբաղում ա եղել մշտապես գրեթե։ Ես ավելի շատ եղել եմ Ղարաբաղում այդ ընթացքում, քան Հայաստանում։ Ընդ որում եղել եմ հենց այդ շրջաններում ավելի շատ։ Ստեփանակերտ մենակ ասենք եթե մոտիկ տեղով անցնելուց էի լինում, զանգում էի ընկերոջս, մի հատ իրան էի մտնում տեսնում հելնում։ Եթե չէ մնացած այդ 7 շրջաններով Զանգիլանից սկսած վերջացնես բան ջաբրելու։ Այս Քաշաթաղով, այս շրջաններում եղել։ Ինչ էլ կա, ես իմ աչքով եմ տեսել, ինձ պետք չի ինչ-որ մեկը բան պատմի։ Ես գիտեմ։ Ուրեմն հեղափոխությունից հետո էր Զանգիլանում մի հատ, արի դպրոց ասենք դրան, որովհետև թղթով դպրոց էր, բայց ինքը բառացի բան եմ ասում, գոմ էր, գոմի նման բան էր, մի քանի հատ դռներով, գետին էլ լրիվ, ոնց որ ծաղոտներ լցրած լիներ, ոնց արի խոնավ մի հատ փետից եսի մինչերով, մի խոսքով դրան դպրոց ասել չի կարելի, հասկանում եք։ Նույնը Քաշունիկի դպրոցը, Քաշունիկի դպրոցը երեխեքը դասին նստած օծերը պատալոկից թափում են, ոտը կտուրի տակ սա օծեր։ Ոչ մի բան չկար մի խոսքով, տարակած, ասենք ոչ մի բան, մի խոսքով։ Ու մի հատ լրագրող էր եկել, ով ուզում էր մեր միջոցառումը, որը երեխեքի համար անում էինք այդտեղ, լուսաբաներ։ Ու ասես կարելի է համառոտ հարցազրույց վերցնել։ Ասին էսի, մենք ուզում եմ հասկանամ, այս դպրոցների մասին, բան, Արցախի մասին, այս շրջանների, այս գյուղերի մասին, ինչի ես չեք լուսաբանում, մարդիկ չգիտեն։ Մարդը լրագրող աղջիկ, անունը չտամ, մի բան չէ։ Ասես գնա ջան, ասես, դու գիտես չենք ուզենա լուսաբանենք, մեզ ներքին կարգով ասացա, Արցախի մասին կամ միայն լավը, կամ ոչինչ, կամ ոչինչ։ Այսքան պաշտոնապես թաքցրել են մշտապես ամեն ինչը։ Իսկ այն ինչը որ մենք չենք լսել, չի նշանակում դա չի եղել։ Հասկանում եք։ Այսպես է հարցերը։ Հիմի որ ժամանակ են ավելի թույլ եղել։ Որ ժամանակ։ Կամ ի՞նչ է նշանակում թույլ լինելը։ Ես կարծում եմ, որ բավականին համարձակ քայլերի են գնում մերոնք, ու դա շատ լավ է ստացվում իրենց մոտ, եւ այո, այսօրվա դրությամբ 30 տարի ասել ենք խենք վատապրում, ասել են բլոկադա է։ Բլոկադա նշանակում է շրջափակում։ Շրջափակում նշանակում է, որ սահմանները փակված են։ Այսինքն Թուրքիան Ադրբեջանին աջակցելու համար իր մոտ էլ ինքը սահմանը փակեց։ Հայաստանը Թուրքիայի հետ սահման երբեք չի փակել։ Հայաստանի կողմից երբեք չի փակել։ Թուրքիան է փակել։ Հիմա ես խոսակցությունները որ գնում եմ բացելու մասին, գնում եմ ոչ թե մեր կողմից բացելու մասին, այլ գնում եմ իրենց կողմից բացելու մասին։ Որպեսզի մեր տնտեսությունը հարվածի բնականաբար։ Հիմա եթե կարողանում է Փաշինյանը միջազգային հարաբերություններում հասնի նրան, որ Թուրքիան արդեն խոսում է սահմանը բացելու։ Սա ուժեղ ղեկավարի գործունեություն է թե թույլ։ Արի դու ինքնուրույն փորձի բնութագրես սա վտանգ։ Ես 22 թվականին համարյա բոլոր նախարարությունների էլեկտրոնային փոստում կարևոր նամակ եմ գրել եւ 0 պատասխան։ Հնարավոր է։ Ես ասեմ ավելին, իմ շատ մտերիմ տղերքից մեկը նույնպես ես ինքս մեր հասարակական կազմակերպությունով, որ այդ պարագայում իրավաբանական անձենք չի հանդիսանում, հասարակական կազմակերպությունը հաճախ է եղել, որ նամակը հղել եմ, այնքան չեկել, ինչով կրվով դահով եմ հասել դրան, հասկանու՞մ։ Լինում է, իսկ դու ո՞նց ես կարծում, Նվեր ջան, իշխանություն բանը
Նախարարություններում իշխանություններն են, ԿՊ-ականներ են։ Չէ, նախարարները մի մասը ԿՊ-ական են, մի մասը ոչ։ Բայց ամեն դեպքում կառավարություն են կազմում, գաղափարագիծ են, հա։ Բայց այնտեղ լիքը տեղակալներ, օգնականներ, դու ադմինիստրատիվ աշխատողներ, մյուսեր, նոր այդ հին աշխատողներն են կամ եթե բանա փոխվում, այնպես չի որ մեկին հանում են ԿՊ-ական են բերում։ Այդպեսի բան չկա։ Որտե՞ղ մեկը գալիս է էլի գրում են հրապարակում, ասած աշխատողապետ, մեկը գնում սկսում է աշխատել։ Հիմա մեր ինստիտուտները նոր են սկսում կայանալ որպես ինստիտուտ։ Ինստիտուտ այդ պետական մարմիններին նկատի ունեն, ոչ թե ուսումնական հաստատությունները։ Որպես ինստիտուտ նոր են սկսում իրանք գործել։ Այսինքն այն ժամանակ պատկերացու աշխատողներ են եղել, որ չեն իմացել իրանք աշխատանքը ինչու՞մն է կայանում, եթե ոչ կոֆե դնելը։ Հասկանում եք։ Հիմա բախի են, դες մի անգամ Փաշինյանը ասաց, մենք շատ էինք ասում, մինչև որ այնքան ասենք, մինչև Փաշինյանն էլ ասեց։ Ասաց համակարգը դիմադրում է։ Օրինակ, երբ որ դա ասես, դու ինչ պատկերացրեցիր։ Ես մի անգամից հասկացա ինչ ասում, որովհետև այո, համակարգի աշխատողները, ովքեր սովորեն պարապ նստել փող աշխատելու, ովքեր սովորեն, գիտես ոնց, ասում են, ոչինչ, որ իմ աշխատավարձը 100,000 դրամ է, զատու կողքից էլ $2,000 փող եմ առնում։ Կպցնում եմ պետությունից։ Այդ կպցրածը իմ ու քո հաշվից էր կպցնում։ Հա, հիմի Նիկոլը եկել է այդ 100-ը սարքել է 250,000, բայց այն $2,000 էլ ինքը չի կարող կպցնի։ Դրա համար էլ Նիկոլնովա, այլ թուրքը, այլ Դավաճանը, այլ ամեն ինչ, այլ Արցախ հանձնող աղոթը, ինչ ասես։ Հասկանում եք, մենակ գնա, որ ինքը նորից կարող է կպցնի, որովհետև ինքը իմացել է, Արցախը մտնում է շեֆի մոտ, այսքանը գնում է հանդեղ, այսքանը գալիս է կոմոդ, իր գործը եղել է դա, բայց ըստեյության բրոկերություն, միշտ է հանդիսացել քաղաքացու բան։ Հիմա այս ինստիտուտները պիտի աշխատեն։ Նոր սկսում են աշխատել, նոր սկսում է շարժվել։ Ու երկար կտևի, բա կներեք 30 տարի ոչինչ չարած ինստիտուտները, ժանգոտած ատամնանիվներով, ինչ պիտի լինի։ Ինքը դանդա ու բնականաբար այդ դիմադրողականությունը ընդեղ է, որ նայ ես ու դու քաղաքացի ենք, գնում ենք պետական հաստատություն, իրանց գործառույթը մեկ էլ տենում ես կապրիզը մտավ կամ դեբիլությունը մտավ ուղեղը, սկսում է ապուշ բաներ խոսել, որովհետև մասնագետների պահանջարկից սկսած ամեն ինչի կարիք ունեն։ Ամեն ինչի։ Լավ մասնագետի կռիվ է այսօր գնում։ Լավ մասնագետների կռիվ, որովհետև լավ մասնագետ ասում է կներեք ախպեր ջան, ես գամ պետական բանում, ասենք նախարարությունում որպես ինչ աշխատեմ, եթե ես կարամ իմ մասնագիտությամբ մասնավորի մոտ օրինակ $2,000 աշխատեմ ամսեկան, գամ ձեր մոտ 250,000-ով խի աշխատեմ։ Հետո բռնում եք մարդուն մի ձև պահում են, մի հատ էլ պարգևավճար են տալիս, այստեղ ժողովրդի կեսայելում քֆրտում է։ Ես համ քֆուրի տակ մտնեմ, համ ցածր աշխատավարձով, իմ ինչի է պետք ախպեր, ես կգնամ մասնավորի մոտ կաշխատեմ։ Կարիքնով եմ ավել, հեսա Հայաստանում Նիկոլինս նման կոռուպցիա երբեք չի եղել, ես ցավալով դավադիր ուժ դրկացին, քֆուրը չեղավ գարիկ, քֆուր չտենամ ստեղ, ես հեսա կջնջեմ, բայց միջև ջնջելը կեզ ասեմ, ուրեմն ես կես հենց իմի 442 հոգի ուղիղ եթերում նայում է, այս եթերը միջև վաղ առավոտը 7-8,000 հոգի նայած լինելու, ես կեզ ուղիղ բան եմ ասում, դու լյուբոյ մեկի վրա, լյուբոյ պաշտոնյայի Ընդ որում կապ չունի, ԿՊ-ական լինի թե չլինի, կուսակցական լինի թե չլինի։ Լյուբոյ պաշտոնյայի, լյուբոյ, մինչև վարչապետ։ Հիմնավորած թեման բեր, դու գնա են կոմաբեր։ Ես ինքս հակակոռուպցիոնով սաղան եմ։ Դու, ես հենց իմի հրապարակային ասում եմ։ Ինձ դու գիտես, դժվարը չի գտնել եմ հեռախոսահամարներ, կարես շատ հեշտությամբ չարես։ Facebook-ում էլ պատից գրած է։ Դու ցանկացած պաշտոնյա, ով որ կոռուպցիայի մեջ է, դու հիմնավորումը բեր, ու դու տես ինչ եմ անում։ Ու եթե չանեմ, նոր կմտնես այս գրառումը կանես, ու էլ սենց գրառումներ չանես։ Չանես, քանի չես կապվել իմ հետ ու բերես, ասես տես ապեր, հեսա, էս էլ կոռուպցիա, էս էլ հիմնավորումը ապերջը։ Որպեսի բանով, օրինակ, դատարանում իրավական հիմքը թույլ չլինի, մեկ էլ մի հատ էլ կանգնենք ասենք, բայ ես ինչ եղավ։ Չէ, բեր, ու դու տես ես ինչ եմ, այսքան մարդ նայում է, քեզ ասում է, ով ուզում է լինի։ Կբերես, Գարիկ ջան, եթե չէ, արի ես այս գրառումը ջնջեմ, որովհետև էսի դոգի եթերը չի, որ թույլ տամ հայհոյանք լինի, չի կարա այստեղ հայհոյանք լինի, ում ասեն ուզում է լինի, չի կարա։ Ու խնդրեմ հարգանքով վերաբերվել ներկա գտնվող բոլոր մարդկանց։ Այստեղ մարդիկ կան, ասենք մարդիկ կավը չեն սիրում քֆուր քարտալարը։ Չի կարելի։ Հարգանք դրսևորեք։ Ու առհասարակ լավ կլինի այդ հայոյախոսությունը վերացնել։ Այս ինչ է, մտնում եք օբշի տեղ քֆուրով։ Դու ստեղ քֆուր տեսար, մինչև այդ որ քֆուր էիր գրում։
Ուրեմն Գարիկ, եթե դիտում ես, ես քեզի սա տղավարի բան եմ ասում։ Ում ուզում է վերաբերի։ Ու չգիտես խի, մի հատ ներքին ձայն ինչ ասում է, որ Գարիկը երբեք գնել ջանքո հետ չի կապվելու, որովհետև պրոստը բաներ լսել էր, եկել էր ասում էր։ Չէ, կոռուպցիա, ժողովուրդ, Պետրոժան, հարգանքներս։ Տեսեք, կոռուպցիան ես հիմա այսօր հաղորդմանը դրա մասին ասել եմ։ Ճապոնիայի նման երկիրը, ուրեմն նայեք, Ճապոնիայում կոռուպցիան ոնց է։ Եթե պետական պաշտոնյային հանկարծ բռնեցին կոռուպցիայով զբաղվելուց, կաշառքի վրա եւ այլն, ուրեմն պատիժը հավասարազոր է բանին, պետական դավաճանությանը։ Բարոյական տեսանկյունից պետական դավաճանությունն է դա անցալվում, պետական պաշտոնյայի կոռուպցիայով զբաղվել։ Իրավական բանով նույն պատժին բանանում ինչ որ դավաճանություն արժանանում։ Պատկերացրեք, Ճապոնիայի նման երկրում, երբ որ մարդը չինովնիկը գիտի, որ փող վերցնի ստեղ հանգարց բռնվեց, ինքը դավաճան է։ Հա, անոնը կոռուպցիա է, բայց ինքը դավաճան է, թե հանրային ընկալման տեսանկյունից, թե իրավական պատասխանատվության։ Ու այնուամենայնիվ լինում են տես դեպքեր։ Հասկանում եք, անգամ այդ պարագայում։ Այսինքն դա չես կարող կանխել 100%-ով, աշխարհի ոչ մի երկրում։ Այստեղ հարցը նախ եւ առաջ համակարգային կոռուպցիան է, որը Հայաստանում գոյություն չունի։ Չկա համակարգային կոռուպցիա, չկա։ Կոռուպցիա կա, հələ որ կան։ Մենակ կարդում ենք, տեսեք ինչ է, օրական ինչեր են դնում, բայց բան չկա։ Հիմա անգամ այս պարագայում համակարգային թե համակարգային չի։ Մեր հասարակական կազմակերպությունը պատրաստ է ցանկացած քաղաքացի, ով որ կբերի հիմնավորում, կգա նորմալ հիմքերով, որ նկատում է նման դրսևորում։ Մենք սիրով պատրաստ ենք այդ թեմաները առաջ տանել։ Պետքա լուսաբանել, ասում եմ, ում ուզում է վերաբերվի։ Պետքա դիմել հատուկ մարմիններին, մեր ՀԿ-ով կդիմենք, ում ուզում է վերաբերի։ Ու Գարիկ ջան, սա ես ասեցի հրապարակայինորեն։ Այո, մանվեր ջան, մեզ էլ է տենց պետք օրենքը, բայց ոչ միայն օրենքը, այլ նաև հանրային ընկալումը, որովհետև օրենքը առանց բարոյական կողմի ինքը ոչ մի բան է։ Ինքը, չգիտեմ, մտրակ է, էլի, ու վсё, հասկանում ես։ Հանրային ընկալումը նույնպես այդպեսին պիտի լինի։ Այդ օրենքի մասին իմիջայլոց ես բարձրաձայնել եմ նաև գիտես, երբ անգամ Facebook-ում գրառում էի արել, Նիկոլ Փաշինյանին էլ նշել էի։ Եվ որ գնացել էր Ճապոնիա Նիկոլ Փաշինյանը, այնտեղ այն ծխելու հատուկ տեղեր կա, չէ՞, փողոցով ծխելով չեն գնում, հատուկ տեղ կա, ուզում ես ծխես գնա մոտի տեղ ծխի։ Ու այդ էր նկարում, ասում եմ նայեք, էլի, ասենք ինչ բան է։ Այդ ժամանակ իրան նշելով գրել եմ, հենց համ իր մեկնաբանությունների տակ համ առանցին, որ այդտեղ պարոն Փաշինյան, մատ հետաքրքրում է կաշառակերությունը ինչ է, ոնց է պատժվում օրենքով։ Այդ դա է պետք Հայաստանում, ոչ թե հələ որ է ծխելու բուտկեկը տոբն է։ Հիմա, բայց ինչև կոռուպցիան հանրային ընկալմամբ դավաճանության հասցնելը մահմեդ, այստեղ բանը կա հələ։ Մարդիկ հելել են, նայ, արի գումարենք իրար, հա, գոնե այս երևացողները, հələ որ։ Հələ մի քիչ բան ընտրությունները շատ բան կփոխվի։ Դաշնակցություն, հանրապետականներ, բան, ձևիստներ, բարգավաճ, ու տապանավորներ, տապանցիներ, որտեղ այս տապանում տարբեր բաներ են հավաքվել, սենց ես իմ ինչի թևեր, հələ որ ես է նկատելին, սրանք բառացի, չեն դատապարտել, ոչ վիտոյ էլ խոսույթը, միութենականության հետ կապված, բան, գնանք է հետ առաջ գնալու տեղը, ոչ էլ 4-5 տարի առաջ Քոչարյան Ռոբերտի նմանատիպ խոսույթը, չեն դատապարտել, այսինքն ըստ էության իրենք նորմալ են դրան վերաբերում, հիմի բարոյական են, բայց այս ուժերը սաղ իրար հետ որ վերցնում ենք, վերջին հարցումներով գումարում ենք իրար 20% է դառնում, նու, մի քիչ ուրցրած թիվ եմ ասում, բայց կլորացրած 20% է դառնում, այսինքն մեր հասարակության բարոյական ընկալման մեջ դեռևս կարա տեղ գտնի ու համապատասխան գնահատականի չարժանանա նման խոսույթը։ Իրանք պատրաստ են նման խոսույթ ու գաղափարներ գործելավոր ցուցաբերող մարդկանց գնալ ձայն տան։ Համաձայն եմ, պատկերացրեցի՞ր, այ խնդիրը ստեղ է։ Բարոյական նորմի գիտակցումն է։ Այսինքն մեզ, սա վերադառնալով դարձյալ ես Ագնեսա Խամոյանի վիդեոին, էլի, մեզ այդ միութենականությանը նախապատրաստել են նաև
պետական դասերակցության բացակայության միջոցով։ Որովհետև ոչ մի ճիշտ է շատ աշխարհընկալում ունեցող մարդ, չասեմ խելք ունեցող բան չանեք, աշխարհընկալում ունեցող մարդ չի կարող նորմալ վերաբերվի նման process-ի առաջարկմանը։ Չի կարող։ Բնականաբար նույն օֆիսն է Մանվել ջան։ Բայց դա պիտի քաղաքացին դրա գնահատական տա։ Ոչ միայն ընտրություններով, այլ ցուցադրելով իր ընկալումները ինչպիսին են։ Այ հիշում եք մի անգամ խոսում էի, այնտեղ մեկը կար ասում է շատ մի փիլիսոփա։ Այ հենց սրա մասին են խոսում է, ասում է ինչն է, որ օրինակ, մենք մեր քաղաքացիական կերպարը ինչպիսինն է, պետությունը, իսկ դա պետական ռազմավարական բան պիտի լինի, process պիտի լինի։ Պետությունը վաղվա ինչ քաղաքացիա կամ 3 առաջ օր այսօրվա ինչ քաղաքացիա ուզեցել տեսնի, ինչ հասարակություն։ Ինչպիսի հասարակություն է ուզում ունենա պետություն, որ պետությունը կարող հարատևի միայն առողջ հասարակության շնորհիվ։ Գրագետ, ընդհանուր առմամբ գրագիտության բարձր ցուցանիշով, խելացիության բարձր ցուցանիշով, աշխատելու առողջության ցուցանիշով, սա ցուցանիշներ են։ Ինչ է արվել ու այսօր որն է հենց այսօր ինչ որ կատարվում է, հենց այդ ցուցիչն է, որ ուզում ենք մեկին նկարագրենք ինչքան վատ կառավարիչներ են եղել, պիտի ցույց տանք թե մեր հասարակությունը այսօր ինչքան հիվանդ է։ Որովհետև դա երեկվա դաստիարակությունն է։ Երեք չեն զբաղվել հասարակություն ստեղծելով, ճիշտ հակառակ։ Իրականացրել են սպիտակ ցեղասպանություն, ջարդ, մշակութային, չգիտեմ, ջարդեր են իրականացրել, մշակութաբանական ջարդեր։ Նպաստել են արտագաղթին ամեն գնով։ Արա փող են աշխատել, փոխանակ մտա հոգվեն արտագաղթով, իրանք փող են աշխատել արտագաղթի վրա, հասկանում եք։ Եվ այսօր մենք արդյունքում ունենք դեգրադացված հասարակություն։ Ինձնից սկսած, ես 46 տարեկան եմ, ես 6 տարի ավելի խորքային ընդունում եմ իմ մեղավորությունը այդ ամեն ինչում որպես քաղաքացի։ Ես ինչքան բան պիտի ավելի շուտ հասկանայի։ Ասեմ, ես որ մշտապես ակտիվիստ եմ եղել, ուսումնասիրել ու բարձրացնել եմ, դրանք հաշվացնել եմ, ծեղել եմ, բայց որպեսզի ոչ մեկին չառանձնացնեմ, որովհետև հասարակության մի մասնիկ եմ։ Դրա համար եմ ես ասում, որովհետև այս բոլորս էլ ես ենք, ամեն մեկից եսն է այս ամեն ինչը։ Մեր պետությունը ամեն մեկից եսն է, մեր հասարակությունը ամեն մեկից եսն է։ Դրա համար եմ սիրտ ավելի շատ ցավում, ու այդտեղ եմ ես ներվայնանում, երբ որ դարմայետների ենք հրաստվում։ Եվ ոչ թե որ բայես եկեք կարելի է ճարել գնալ հերթով մի 10 հոգու խփել գնալ իր խելոք նստել վերջում հանգստանալ հասկանում եք բայց սրտացավությունը հենց այդտեղ է որ խի արա տենց հիմա մեր հասարակության ու այն ինչն է որ մեր պարագայում ասենք օտարազգը կասի այ օրինակ հայերը սենցն են ու իսկապես հայերը այդ բանում բոլորը տենցն են դες բան չկա կարող է ընդհանուր ասեն հայերը հյուրընկալ են բայց գիտես կանխատեսելիության որևիցե մի բան չկա, որը լինի պետական դա, դա մեր գենետիկ հիշողությունն է, ինչը նույնպես բավականին արդեն թուլացել է։ Բավականին թուլացել է։ Այո, դա այցեկարգ եղել է, վատ այցեկարգ չեղել իմիջիալը, բայց ինքը գնալով թուլանում է։ Որովհետև լավ, իներցիայով ինչքան գնացել է, բա հետո։ Ոչ ոք չի զբաղվել։ Կամ օրինակ, նայեք ինչն է հետաքրքիր։ Այդ դրա մասին ենք խոսել, բայց թարմացն ենք, շուշտա պետք խոսալ այդ բաները, ինչի՞ չէ։ Նայեք, ով Հայաստանի Հանրապետությունը, մինչև հեղափոխությունը, որովհետև հիմա արդեն ինչ որ բաներ նշмарվում են, ճիշտ նա ճիշտ։ Մինչև հեղափոխությունը կամ մինչև վերջերս, հաջողակ մարդու կերպարը ով է եղել, ինչպիսին նա եղել։ Պատկերացրեք, ձեզ մի քանի տարի առաջ հարցնում են, ջայլ տղա ես, դու չէ՞ որ երիտասարդները ինչ որ տեսնում են, այդպես պունգի պես քաշում, չէ՞, ինչպես լավ է, երկու այդքան վատ է։ Ու փորձում են նմանվել իրենց տեսած ուժերին, իրանց տեսած բանին հաջողակ մարդուն, չէ՞։ Հիմա ով է համարվել մեր իրականության մեջ ուժեղ եւ հաջողակ մարդ, այդ կերպարը ով է եղել, որ ջայլը փորձել է նմանվի։ Ասեն, դոդի գագող։ Սա կերպար որպես։ Հա, լավ, ես չեմ սիրում ացականներով, դա բան, գագիկ ծառուկ է։ Սա եղել է հաջողակ մարդու, այսինքն երիտասարդը որոշել է, որ ինքն կարա չսովորի, ինքն ասես մի քիչ sense իրան բայ, այսինքն փորձել է նմանվի դրան։ Սա եղել է Հայաստանի Հանրապետության հաջողակ մարդ։ Լավ, վատա դնենք մի կողմ։ Հիմա արի տեղափոխվենք օրինակ Միացյալ Նահանգներ։ Այնտեղի երիտասարդների պատկերացման մեջ, այս պահի դրությամբ ամենահաջողակ մարդու կերպարն ով է։ Իլոն Մասկ։ Գիտնական միլիարդատեր։ Այսինքն հասարակությունը ձգտում է այդ հաջողակ մարդու ձև լինի, չէ՞ նմանվի, այսպես երիտասարդությունը։ Դու նայի մեր հասարակությունները
Ինչքան շեղում ունեն իրար հետ։ Պատկերացրեցի՞ր։ Ինչ հետքա թողել սա, ինչ հետքա թողնում նա։ Բանը շմայս։ Ես շատ գիտեմ, ասենք լիսկա, սաշիկ, միշիկ, սրանք եղել են մեր հաջողակ մարդկանց կերպարները։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, այս մարդիկ հաջողակ են, ինչպես են հաջողակ դառել, կծնելով առ ինչ սովորել ախպեր։ Մուկ։ Ինչ սովորել ինչ բան ախպեր։ Բդիվից դնես մի բան էպես ճոկես ինչ ես մենք всё տենցն ենք դառել որպես հասարակություն։ Մեր մտավորականության վիճակը նայի քնձխավարի ընդհանրական գնահատականն է սա ոչ թե անհատական։ Սա է։ Եվ բնական է, որ մի հատ գեներալ, ով նաև եղել է անվտանգության խորհրդի անդամ, ով ընտրություններին, Արցախի վերջին ընտրություններին մասնակցում էր որպես նախագահի տեխնացու ու իր ռազմավարական ծրագիրը Արցախի անկախության միջազգային ճանաչումներ, որ այս նարեկես նման սիրուն կենացել էլի գրել։ Բայց հա սիրուն խոսում են, մենք չէ անկախ երևի մի քայլերն էլ երևի ցույց էր տալի ոնց է անկախանալու, չգիտեմ։ Այնինչ հեղափոխությունից հետո հեղափոխական ժողովրդին, այսինքն ժողովրդի մեծամասնությանը, որ միլիոնով դրսերն են, ծառան վերգոներ անվանեց։ Ու թե հույսում վրա էր դրել, որ անկախություն բանը չես հասկանում։ Հայաստանը պիտի ճանաչեր, անկախություն ճանաչեր, նա կճանաչեր 30 տարի, բախի չի ճանաչել։ Քիչ չի ճանաչել։ Չի ճանաչել որպեսզի ինչ անի։ Որպեսզի մտցնի իր կազմի մեջ, չի կարա։ Դա չի կարա, որովհետև չի կարելի, աշխարհը դա թույլ չի տալիս, դա նշանակում է տարածքներ չի կարա։ Բայց ինչ արել, ինչ մտածել, ինչից է խոսացել։ Որ դու վերելես 19 թվին ընտրություններում 19 թիվներ 20 թիվներ 20 ասում ես բան անկախությունը ու այսօր կանգնել ես Հայաստանի անկախությանը ասես բանով ես վերաբերվում պիտուխ էլի ու սա ընդհանրական մտածելակերպն է այդ ուժերի սրանք առանձին մարդիկ չեն Սամվել Կարապետյանը այս ամեն ինչի փոխտաբողն է եղել իր վախտով հիմա էլ դա իր վրա է ծախսում էլ ինքը արդեն խաղի մեջ մտավ չէր ուզում խաղի մեջ մտնել Փողով խաղի մեջ է եղել, բայց այնպես չէ։ Հիմի այս ամեն ինչին մենք պիտի բարոյական գնահատական տանք, չենք կարում տանք։ Այս ընտրություններ է, կտեն ասաբեր։ Մենք ոնց կարանք ելեն մասով այդպես վերաբերնել։ Ուրեմն ինչ որ վերաբերում է օրենսդրությանը մի բան էլ պատմեմ։ Նայեք, եթե հետաքրքիր է ժողովուրդ։ Ուրեմն Անգլիան, որը որ կայսրությունը էլի կարելի է ասել, չէ՞, ճիշտ է, արդեն բան արած, բայց մի խոսքով։ Այնտեղ քրեական օրենսգիրքը երևի ավելի փոքր է, քան մերը։ Ասեմ ինչի, որովհետև այնտեղ օրենքը երբ որ ընդունվում է, շատ կարճ ժամանակ հետո օրենսգրքից դուրս է գալիս։ Հիմնական չի մնում, քրեականի մասին չի խոսքը, որովհետև դառնում է բարոյական նորմ։ Իրանք ամեն ձև դա դարձնում են օրինակ բերեմ, հա։ Ասենք թե մեկ անկապ օրինակ։ Ասենք այստեղ օրենքա գրած օրինակ, որ եթե ռեմեն չկցած դու գանվում ես 5000 դրամ, օրինակ։ Իրա մոտ է գրում է, եթե ռեմեն չկցես, դու գանվում ես, չգիտեմ, 20 ֆունտ ստերլինգ, հա։ Մեր մոտ այս օրենքը կարա միշտ մնա։ 100 տարի հետո մեր օրենսգիրքը բացես, դա հենց այնտեղ կլինի։ Իրանց մոտ շատ արագ այս ռեմեն գցելը դարձնում են կենցաղ։ Շատ արագ ռեմեն չկցելը դարձնում են բան է, որ ոնց է մարդը ռեմեն չի գցել, ասենք որ անընդունելի մի բան, բարոյական նորմով։ Ու օրենսգիրքից հանում են, վերջ չեն դու գանում, որովհետև դու գանելու կարիքը չկա։ Օրենսգիրքը ծառաբեռնելու կարիքը չկա։ Վերջ, դա նորմ է։ Իսկ մեր մոտ 21-րդ դարում ես հասարակ օրինակի վրա իջնում, մինչև հիմի սոցիալական ռոլիկ են նկարում, որ ռեմեն գցեք։ Ու գիտես, ես էլ դες շատ չեմ գցում, դա հանրանկեղծության ասեմ։ Բայց ես կարծում եմ, դու ինքս լավ, մի քանի բաներ ես չեմ արի, բնական է։ Փորձում եմ լինել օրինապաշտ քաղաքացի, բայց բաներ կա չի ստացվում դեռևս։ Բայց եթե դա լինի համատարած, բա ո՞նց է, երբ ես գնում եմ Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ, ես ըստահովտուն առաջինը ռեմենն եմ քաշում։ Որովհետև այնտեղ ես զգում եմ այդ միջավայրը, չէ՞, որ այդպես է։ Հիմա այստեղ է պիտի քիչ-քիչ դառնա այդպես։ Մարդիկ եթե 4 կողմը կեղտոտ է,
Մարդը իր ձեռի զիբիլը չի տանելու քսի զիբիլի ամանա։ Մեկը կերտոտ է, ցելյա է։ Դրանք քիչ-քիչ են ասում։ Հա, դրանց է։ Շնորհակալություն Միխայել ջան։ Դե գներեք չգիտե 100 եվրո է պաստոր Ռեմենիկ դուգան։ Ես միտքն էի փորձում դե հասցնել գումարի չափը երևի այդքան է քաչ։ Այսպես է աշխատում։ Իսկ մեր մոտ այսօր երբ էր անցել տարի էր իմացա մի հատ օրենքի կարգավորում էր, որ այդ օրենքը 1927 թվականից թե որ թվից կար մեր օրենսգրքում պաստորը։ Չի կիրառվել, այնքան չի կիրառվել, մոռացել են դրա գոյության մասին։ Պատկերացնում եք։ Ողջույններս։ Այդպես որ Ագնեսա Խամոյանին ասես մի հատ էլի վերջացնելով ասենք, որ Ազիզ ջան չանցավ արդարացումը, ինչպես տեսնում ես, լավ կանեք առհասարակ չխոսակ միջև ընտրություններ, այս բարի խորհուրդ, իսկ եթե իմ սրտով եք ուզում լինի, մի քիչ շատ խոսացեք, մի քիչ շատ տուֆտեք։ Այս բանն էլ Նարեկն էլ փորձել էր փիլիսոփայել, բայց երևի դրան վաղը անդրադառնանք, ու առհասարակ վաղը մի քիչ սպյուրքից խոսենք։ Այս Նարեկը ասում է Հայաստանից դուրս աղքատ ապրող հայ չկա։ Ես չգիտեմ ինչ մոնիտորինգ արել կամ Հայաստանից դուրս ապրող հայերով երբ այնց է սկսել հետաքրքրվել, բայց սրա մասին վաղը կխոսենք ու եթե կարելի է դուք էլ ակտիվ եղեք, հատկապես բանով արտերկրից հետևողները ու փորձենք կոմունիկացիա ստեղծել այդ իմաստով, տեսնենք ինչ կստացվի։ Շնորհակալություն Ժողովուրդ ջան, եթերը դիտելու, տարածելու համար, շնորհակալություն ձեր ներկայության համար, շատ հաճելի է, այստեղ արդեն դեմքեր կան, որ հարազատանում ենք, ոնց որ ու եթե մեկը հələ ներկա չի լինում, մտածում ենք, ոնց որ եկավ չեկա, ասես, ոնց որ քիչ-քիչ հաճելի բան է դառնում։ Ես կարծում եմ, որ այս խառը օրերը եթե անցնեն, կարելի է այս ռեսուրսը թույլ չտալ, որպեսզի հանկարծ լճանա, անհետաքրքիր դառնա կորի, ու հաստատ պետք է մի բան ձեռնարկել, որպեսզի ավելի անմիջական, ավելի հետաքրքիր մասնակցություն լինի։ Դե լավ ասեցիր, Մաքս ջան, հենց այդպես։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։